Թուրքիան եւ Ադրբեջանը չեն հրաժարվում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Ադրբեջանում շարունակաբար շրջանառվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մտածածին գաղափարը եւ դա արվում է ամենաբարձր պետական մակարդակով։ Միևնույն ժամանակ շարունակում է մշտական լարվածություն պահպանվել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, որը Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Թուրքիան շարունակում է առաջ մղել իր նեոթուրանական ծրագրերը, Չինաստանը շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, Ռուսաստանն էլ շարունակում է մնալ ուկրաինական պատերազմի հետևանքով ձևավորված աշխարհաքաղաքական երկփեղկվածության կողմերից մեկում։ Այս ամբողջ բարդ իրավիճակում Հայաստանը փորձում է միաժամանակ հարաբերություններ պահպանել տարբեր ուժային կենտրոնների հետ, սակայն հաճախ այդ քաղաքականությունը հակասական տպավորություն է թողնում։ Մի կողմից հայտարարվում է եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից խոսվում է նաև այլ ռազմավարական ուղղությունների պահպանման անհրաժեշտության մասին։ Ստացվում է մի իրավիճակ, երբ շատերը հարց են տալիս, որն է Հայաստանի իրական ռազմավարությունը, ուր ենք ուզում հասնել, ինչպիսի պետություն ենք ցանկանում կառուցել այս նոր աշխարհաքաղաքական պայմաններում։ Թվում է բոլորը միաժամանակ հետաքրքրված են Հարավային Կովկասով, իսկ Հայաստանը հայտնվել է այդ շահերի հատման կետում։ Հետխորհրդային ամբողջ ժամանակահատվածում մենք սովոր ենք ապրելու մի իրականության մեջ, որտեղ տարածաշրջանում գերիշխող դերակատար էր Ռուսաստանը։ 2020 թվականից հետո այդ իրավիճակը փոխվեց։ Թուրքիան շատ ավելի ակտիվ դարձավ Հարավային Կովկասում եւ այսօր այնպիսի դիրք է զբաղեցնում, որ ցանկացած ուժային կենտրոն, որը ցանկանում է որևէ գործընթաց նախաձեռնել մեր տարածաշրջանում, ստիպված է հաշվի նստելու նաեւ Թուրքիայի հետ։ Դա վերաբերում է նաեւ Միացյալ Նահանգներին։ Օրինակ այսօր քննարկվում է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հաղորդակցության տարբերակը, որը հաճախ ներկայացվում է որպես թրիփ նախագիծ։ Շատերի կարծիքով այն մեծապես հիշեցնում է նախկինում քննարկված Զանգեզուրի միջանցքի գաղափարը, նույնիսկ եթե օգտագործվում են այլ անվանումներ։ Վարչախմբից հաճախ ասում են ուշադրություն մի դարձրեք անվանումներին, սակայն Բաքվում եւ Անկարայում այդ նույն գաղափարի վերաբերյալ բոլորովին այլ ձևակերպումներ են օգտագործվում։ Ավելին, Թուրքիայում հաճախ խոսում են թուրանական միջանցքի մասին, այն ներկայացնելով որպես թուրքական աշխարհի միավորման կարևոր բաղադրիչ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է ներգրավված մնալ ուկրաինական պատերազմում։ Ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 4.5 տարի եւ այսօր դժվար է վստահորեն ասել, թե երբ եւ ինչ արդյունքով կավարտվեն։ Աստված երբեք չի պատժում որևէ մեկին առանց նախապես զգուշացնելու։ Ուկրաինան հրաշալի օրինակ է Հայաստանի ուկրաինացման ուրեմն process է գնում։ Հիմա տեսեք Ուկրաինան, որ շատ ու շատ տեսակետներից շատ ավելի ուժեղ, հզոր, մեծ, հնարավորություններով, ռեսուրսներով անհամեմատելի պետություն է, տեսնում ենք ինչ օրն է ընկել։ Իսկ ինչքան ուզում ենք սիրենք մեր հայրենիքը, ինչքան ուզում է մենք ունենանք քաջարի մարտիկ, հայրենիքին նվիրված անznազող մարտիկ, բոլոր դեպքերում սա շատ քիչ է, հա, այս ամեն ինչին դիմակայելու համար գնալով ամեն ինչ բարտանում է, շատ արագացված տեպերով բարտանում է։ Մյուս կարևոր ուղղությունն Իրանն է։ Այն նույնպես հայտնվել է լարված միջազգային գործընթացների կենտրոնում, սակայն այս ընթացքում ցուցաբերել է բավականին զուսպ եւ հաշվարկված վարքագիծ։ Միաժամանակ Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ պատրաստ է պաշտպանելու իր ազգային շահերը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ պատասխանելու իր դեմ ուղղված գործողություններին։ Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ Իրանը պահպանի իր կայունությունը։ Եթե Իրանը թուլանա, դրանից առաջին հերթին կփորձեն օգտվել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա արդեն անմիջականորեն առնչվում է նաեւ Հայաստանի անվտանգությանը։ Այդ համատեքստում Իրանը բավականին բաց տեքստով հայտարարել է, որ տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական կամ քաղաքական ներկայության ընդլայնումն իր համար ընդունելի չէ։ Այդ դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է նաև ամենաբարձր մակարդակով։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ մեզ դեռևս երկար ժամանակ սպասում է լարված եւ անկայուն տարածաշրջան։ Այս ամբողջ համապատկերում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարծես հիմնված է իրավիճակային զիջումների վրա, կարծես փորձ է արվում ժամանակ շահելու հերթական զիջումների միջոցով։ Փոխզիջումները միջազգային հարաբերությունների բնական մասն են, բայց եթե դրանք զուգակցվեին բանակի արագ արդիականացմամբ, պետական ինստիտուտների ամրապնդմամբ եւ ներքին կազմակերպվածության բարձրացմամբ, իրավիճակն այլ կլիներ։ Եթե նախկին ռազմավարական գործընկերոջից հեռանում ես, նրա փոխարեն պետք է ստեղծես անվտանգության նոր եւ կենսունակ համակարգ։ Եթե այդ վակուումը չի լրացվում, իսկ անվտանգության հիմնական գործիք դառնում են միայն զիջումները, դա արդեն լուրջ ռիսկ է պետության համար։ Իհարկե պարզ է, որ Հայաստանը չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, եթե հիմա ՀԱՊԿ-ից դուրս գա ու անցնի 20 տարի, գրեթե բացառվում է, հավանականությունը 1%-ից քիչ է։ Նույնը ԵՄ-ին է վերաբերում։ Եթե Հայաստանը հենց հիմա դուրս գա ԵԱՏՄ-ից, տեխնիկապես մենք ինչքան ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի դառնանք ԵՄ-ի անդամ։ Այդ տասնյակ տարիներ առնվազն կտևի։ Մենք ունենք Վրաստանի օրինակը։ Վրաստանը, որը ունի DCFTA, այսինքն ազատ առևտրի գոտի պայմանագիրը ԵՄ-ի հետ, մենք տեսնում ենք, որ իրենց գյուղատնտեսական ապրանքների մեծ մասը չի գնում ԵՄ։
Արտաքին սպառնալիքների աճին զուգահեռ ներսում շարունակում է պառակտվածության սերմանումը, եկեղեցու դեմ պայքարը, ատելության խոսքի տարածումը, թշնամանքի մթնոլորտի սերմանումը, այն ամենը, ինչը ել ավելի է թուլացնում մեր հասարակությանը ներսից։ Սա ամենավտանգավոր գործընթացն է, քանի որ նույնիսկ տարածքային կորուստները մի օր կարող են վերականգնվել, հետ բերվել։ Բայց եթե վնասվում է հասարակության ինքնությունը, ազգային էությունը, արժեհամակարգը, մարդկանց միջև փոխվստահության մթնոլորտը, այդ ամենը շատ դժվար է վերականգնելը, բայց անհրաժեշտ։ Իսկ պայքարը շարունակվում է։